Շիրակի մարզում սուրշնչառական վարակների դեպքերը ըստ մասնագետների այս պահի դրությամբ չեն գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Թեպետ աշնանային եղանակին բնորոշ է նման վարակների աճը, առողջապահական համակարգը գործում է բնականon հունով եւ համաճարակային լարված իրավիճակ չի արձանագրվել։ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Լուսինե Նազարյանի խոսքով այս սեզոնին բնորոշ դիմելիության աճ նկատվում է եւ մանկահասակների եւ մեծահասակների մոտ։ Բոլոր տեսակի ինֆեկցիաները եւս գրանցվում են այս սեզոնին։ Հիմնականում վերին ինֆեկցիաները։ Մեկ ամիս առաջ էր նույն դիմելիությունը, այժմ եւս նույն դիմելիությունն է։ Նազարյանի խոսքով գրիպի դեմ պատվաստումները շարունակվում են եւ ռիսկի խմբի անձինք, երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք մեծամասամբ կամավոր են դիմում պատվաստման։ Շտամերը շատ են։ Ամենայն դեպս մեր մոտ միայն որոշում է COVID-19 եւ գրիպը A եւ B տիպը մենք ունենք ռապիդ տեստեր եւ դրանցով կարողանում ենք կողմնորոշվել պացիենտը այդ վարակներով այս պահին վարակված է թե չէ։ Բոլորին ախտանշանները համարյա թե նույնն է, ուղղակի COVID-19 եւ գրիպի դեպքում նրանք ավելի արտահայտված են, քան այլ շնչական վարակների դեպքում։ Չեմ բացառում, որ այլ շնչական վարակներ եւս լինեն։ Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանը եւս հաստատում է, որ մարզում համաճարակային իրավիճակը կայուն է եւ վերահսկելի։ Վիրուսը ինքը շատ արագ մուտացիայի ենթարկվող է։ Բնականաբար ամեն սուրշնչական վարակի սրացման ժամանակ ամեն սեզոնին տարբեր շտամներ են ի հայտ գալիս, դա որևէ ինչ-որ կատաստրոֆա չէ, դա նորմալ է։ Պաշտոնյանն ընդգծում է, պատվաստումների գործընթացը ընթանում է ըստ ազգային պատվաստումային նորացույցի եւ ընդգրկվածության մակարդակը մոտ է սահմանված նորմերին։ Ճիշտ է, որոշակի խնդիրներ կան, մենք ազգային նորացույցով ենք շարժվում, բացի այն, որ սուրշնչական վարակների հետ կապված սեզոնային պատվաստումներ են լինում ռիսկի խմբի շրջանում գտնվող ազգաբնակչության համար եւ նաեւ ընդհանուր ազգային նորացույց կա, պատվաստումային ազգային նորացույց, գիտեք, տարիքային խմբեր են, որոշակի պատվաստանյութեր են, այս առումով ընդգրկվածության առումով դա շատ կարևոր է, որովհետև կառավարությունը հստակ հանձնարարական ունի տրված, որ սահմանված նորմերի մեջ պետք է լինի մեր մարզում տվյալները այնպիսին են, որ սահմանված նորմերին մենք մոտ ենք։ Մասնագետները հորդորում են բնակիչներին պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել ինքնաբուժումից եւ ժամանակին դիմել բժշկի։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։